Սիրելի իմ ժողովուրդ կռաթուկ, գիտեք ինչքան առողջարար է, նույնիսկ անգամ ասեմ ձեզ, որ ճապոնացիներն ու չինացիները ունեն պլանտացիաներ մեծ չափով, որպեսզի կարողանան իրեն ժողովրդին բավարարել կռաթուկով, որովհետև այն եւ օգտագործվում է հյութերի, եւ արմատը որպես քերում եւ որպես սուրճ են օգտագործում արմատը։ Սիրելիներս, չկարողացա անտարբեր անցնել, հենց քաղեցի ընտիր հրաշալի այս մանր թարմ տերևները, որպեսզի տանը ես օգտագործեմ։ Ինչպես կամ աղում ենք աղացով, կամ բլենդերով հարում ենք։ Եթե աղում ենք աղացով, ապա աղալուց հետո վերցնում ենք ընդամենը քամում եւ 50 գրամ ամեն առավոտյան սոված վիճակում։ Իսկ եթե բլենդերով, ապա մոտավորապես 2-3 ճյուղ վերցնում ենք, մոտավորապես կարելի ասել 50-100 գրամի չափ եւ բլենդերով հարում, պետք է վրան լցնենք նաեւ, եթե 50 գրամ ենք վերցնում, 50 գրամ ջուր։ Այնուհետև խմում այդ 100 գրամը, որտեղ այն արդեն ջրային լուծույթ է եւ օգտագործում ամեն առավոտյան սոված վիճակով։ Կես ժամ հետո նոր կարող ենք օգտագործել։ Շաքարային դիաբետիկների համար հզոր դեղաբույս, բացի այդ, այն ունի հակաուռուցքային հատկանիշ եւ այն ազդում է բջջային մակարդակով, իմ շատ սիրելի ժողովուրդ, ես անտարբեր չանցնելով պետք է օգտագործեմ, որպեսզի եւ խոլեստերինը իջեցնի, եւ շաքարի տոկոսը արյան մեջ, եւ ճնշումը իջեցնի, լյարդի համար այն հրաշալի է, հզոր մաքրող միջոց, իսկ արյունը հարստացնում է միկրոէլեմենտներով եւ վիտամիններով։ Սիրելիներս, մաքրում է լյարդը։ Եթե ձեր խնդիր կա լյարդի, ապա կարելի ասել բոլոր օրգան համակարգերի։ Իսկ արմատը իհարկե հանում ենք կամ վաղ գարնանը, կամ ուշ աշնանը եւ մաքրելուց հետո արմատը լվանալուց հետո մանրացնում եւ իհարկե չորացնում, աղում որպես սուրճ, որպես օգտագործում ամեն օր։ Ճապոնացիների մշտական եւ ամենաթանկ սուրճն է, որը իրենք օգտագործում են։ Սիրելիներս, մեր ամբողջ բաղադրությունները, չափաբաժինները կարող եք միանալ մեր YouTube-յան էջին, որպեսզի մանրամասնորեն ամեն ինչ տեսնեք, ամեն ինչ կարողանաք ինքներդ կատարել։ Սիրում եմ ձեզ։